Զորավար Սեպուհ պատմաքաղաքական վերլուծական կենտրոնում շարունակում ենք մեր քննարկումների շարքը։ Բարև ձեզ։ Պարոն Ներսիսյան, այսօրվա մեր քննարկումը ցանկանում եմ նվիրենք ներքաղաքական process-ներին վաղուց, զուտ ներքաղաքական հիմնախնդիրներ չեն քննարկել։ Վերջին շրջանում մենք, այսպես ասած, համեստորեն լուր հետևում էինք Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական process-ներին եւ մի բան ակնհայտ է դառնում, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահների միջև բավական խորը լարվածություն կա քաղաքական համատեքստում։ Վերջին շրջանում ակներով է դառնում, որ նրանց թիմի անդամները, համախոհները պարբերաբար փորձում են թիրախավորել միմյանց։ Ինչ է կարծում սա ընդդիմադիր դաշտում երկրորդ տեղը գրավելու մասին է այս ամեն ինչը, թե ամեն դեպքում հավանական իշխանափոխության կամ ներկայիս իշխանությունների իշխանությունից հեռացնելու process-ի տապալման արդյունք է։ Ես դժվարանում եմ ասել, որովհետև ինձ ներքին խոհանոցին ես ծանոթ չեմ, բայց որ իրոք նրանց միջև հակասություն կա, դա ակնհայտ է վաղուց։ Արդեն երևի ես 21 թվականի ընտրություններից հետո դա զգացվում է։ Հիմա երկու տեսակետ կա, չէ՞, ոմանք ասում են, թե դա կեղծ օրակարգ է, որ նրանք սարքել են, իբրև թե ընդդիմություն են իրենք ուրեմն խաղում, բայց իրականում նրանք միասին են, եւ երկրորդը, որ նրանք իրար դեմ են։ Ես կարծում եմ, որ նրանք իրար հետ պայքար են մղում, չգիտեմ ինչ մղումներով, համենայն դեպս դերևս քաղաքական դաշտում ազդեցության կռիվ է, ուրիշ ոչ մի բան։ Հիմա բայց անկախ ամեն ինչից ես գտնում եմ, որ այդ հակասությունները, որ եթե այդ երկու ուժերի միջև կան, պետք է շատ քննարկման առարկա դարձնել, էլի, որովհետև ի վերջո դա ինչ է տալիս։ Ոչ մի բան չի տալիս։ Այդ երկու ուժերը փաստորեն չեն միանում, խորհրդարանում նրանք առանձին են գործում, դրսում առանձին են գործում, ասենք օրինակ Գյումրիի քաղաքապետարանի այդ ընտրությունները կարող է հանդիսանալ որպես փաստի մեզ ասացի ճշմարտության։ Հիմա նրանք ինչի վրա են, այսինքն ինչ կոնկրետ ծրագրեր ունեն, որ իրար հետ չեն կիսում։ Երբ որ ընդհանուր առմամբ մենք նայում ենք մեր ընդդիմադիր դաշտին եւ հատկապես այդ երկուսին, որոնք խորհրդարանում ներկայացված են, մենք ինչին ենք ականատեսնում, որ նրանք միշտ նույն օրակարգն են բերում խորհրդարան որպես ընդդիմություն։ Այսինքն Ղարաբաղի խնդիր, խաղաղության պայմանագրին գնալը ոչինչի չի հանգեցնի, Ադրբեջանը էլի ուրեմն հողեր կպահանջի, Ադրբեջանը չի գնա։ Այդ նույն օրակարգով են խոսում, թե փաստեր են բերում հնից, ինչպես միշտ մենք կրկնել ենք, Ղարաբաղը ի վերջո ով տվեց, իրար վրա են գցում, չէ՞, մեղքը, թե նա արեց իշխանություն, ընդդիմություն, բայց կոնկրետ որևէ մենք այդ մասին էլ ենք խոսել, կոնկրետ որևէ լուրջ ծրագիր չկա, ասենք ենթադրենք, լավ, իշխանությունները սխալ են անում, սխալ արտաքին քաղաքականություն է ենթադրենք, թեպետ որ ես չեմ գտնում, որ այդքան սխալ է, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ կապված էլի, լավ, հիմա ենթադրենք դուք եկաք իշխանության, որն է ձեր այլընտրանքային ծրագիրը, դուք չեք գնում խաղաղության պայմանագրին, բոյկոտում եք, չէ՞, ենթադրենք։ Լինելով իշխանության ինչ եք հայտարարում եք օրինակ համար, որ մենք դեմ ենք, որ Ալիևի հետ կամ Ադրբեջանի հետ պայմանագիր կնքենք, դա մեկ, երկրորդը, դուք պատերազմ եք հայտարարելու, որ Արցախը հետ բերեք, ասենք Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ, չէ, վերջերս հանրապետական կուսակցության ներսում, եւ այդ ելույթում այնպիսի խնդիրներ դրեց, որ ճիշտ ասած ես ապշեցի, թե ինչպես կարելի է քաղաքական գործչի երկար ճանապարհ անցած պետության ուրեմն առաջի դեմքի լծակները իր ձեռքում երկար ժամանակ գտնված անձը այդպիսի բան անի, արդյունքում ամեն մեկը որ ձեր տանը նստած եք, տեսեք ինչ օրինակ եմ էլի ես բերում, որ եզրակացության անեմ, ամեն մեկը իմացեք, որ մոտավորապես էլի այդպես ձեր տունը կարող է վաղը անցնի Ադրբեջանին, այսպեսի մի բան չէ նա ասեց, բայց դա ասելու բան է, շատ լավ, հիմա դու ասում ես Արցախը մեր արտաքին քաղաքականության մեջ նորից պետք է մտցվի, ենթադրենք ընդունենք սա ձեր ծրագիր, պետք է մտցվի Արցախը, չէ, շատ լավ, բայց ամբողջ աշխարհը արդեն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, եւ երկրորդ
խաղաղության պայմանագրի այս կետերում դա չկա, հələ մի կողմ, այսինքն նրանք գալիս են, այս երկու ուժերը, որոնք նույն բաներն են ասում, դրա համար եմ էլի ես այսքան երկարացնում։ Ասենք նրանք գալիս են եւ դնում են այդ չեղարկում են ամեն ինչ, բայց ախր չէ որ դուք եք 97 թվականից հետո Արցախին հանել գործընթացից եւ Հայաստանը արդեն միջազգային հանրության կողմից, որը Լիսաբոնում Լևոն Տեր-Պետրոսյանի մերժումից հետո, վետոից հետո արդեն առաջնորդվում էր ինքնորոշման իրավունքով, բայց դա հանելուց հետո ամենամեծ ծառայությունը մատուցեցին Ադրբեջանին ու Ալիևին, Ռոբերտ Քոչարյանը եւ Արկադի Ղուկասյանը, այն առումով, որ արդեն տարածքային ամբողջականության ճանաչմամբ Հայաստանը ճանաչվեց որպես ագրեսոր եւ Արցախը որպես ասենք բանակցող կողմ դուրս մնաց։ Այսինքն այդ բոլոր խնդիրները մենք էլ ենք այդ մասին խոսել։ Այդ բոլոր խնդիրները, որ իրանք դնում ասում են, դա կեղծ օրակարգ է։ Դա ռեալ չի արտաքին քաղաքականության մեջ նման խնդիր դնել։ Շատ մենք էլ ենք խոսել։ Հնարավոր է դնել արցախցիների վերադարձի հարց, այն էլ այս խաղաղության պայմանագիրը, եթե գլուխ կա։ Մի խոսքով ես ինչի ես կան երկարացրեցի։ Ուզում եմ ասել, որ այդ երկուսը թեպետ այդ երկու ուժերը իրար դեմ են աշխատում իրոք։ Ամենայն դեպս ես այդ կարծիքին եմ, իրար դեմ են, չէ մեկը չի ուզում մյուսի քաղաքական հաջողությունը, բայց երկուսն էլ չունեն այն այլընտրանքային ծրագիրը կամ նույնն է երկուսի այն այլընտրանքային ծրագիրը, որոնք նրանք ներկայացնում են ի հակակշիռ իշխանությունների արտաքին ու ներքին քաղաքականության ծրագրերի։ Այսինքն այդ ծրագիրը ռեալ տրամաբանական ոչ մի բան իր մեջ չունի։ Ես այս կարծիքին եմ։ Ամեն դեպքում պետք է փաստենք, որ վերջին 2 տասնամյակի ընթացքում Հայաստանի քաղաքական դաշտը զուրկ է գաղափարական պայքարից, սա փաստ է եւ կարծում եմ այստեղ քննարկելու շատ բան չկա, բայց մի այսպիսի հետաքրքիր բան, որ շատ հաճախ հայ անկախ փորձագետները եւ քաղաքական տեսաբանները այս մասին բարձրաձայնում են, նրանք շատ հաճախ նշում են, որ փաստացիորեն հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մի այսպիսի հիմնական սկզբունքով է առաջնորդվում, կամ ես կլինեմ նոր իշխանությունը, կամ կվերադառնամ իշխանության, կամ դիմադիրները կշարունակեն պաշտոնավարել։ Արդյոք համաձայն եք այս տեսակետին։ Ես չգիտեմ, նրանք թերևս այդտեղ կա տրամաբանություն, որ եթե ասենք հանրապետական կուսակցությունը, որից բան չի մնացել, ուրեմն անդամների թվով եւ նաեւ լծակները էլի իրենց ձեռքին այդքան չկան, միգուցե իրականում իրոք այդպես է, որ ինչպես դուք նշեցիք, այդպիսի տեսակետ կա, չէ, այսինքն նրանք նա գտնում է այսպես, որ ավելի լավ է մնան ներկայ իշխանությունները, քան թե երկրորդ նախագահի թիմը ավելի շատ ձայներ ստանա ընդհանրեն 2021 թվականի այդ ընտրությունների ժամանակ։ Ես ներողություն եմ խնդրում, ինչ եմ այս հարցադրումը կատարում, էլ ավելի մանրամասնեմ, քանի որ մենք երբևէ 2018 թվականից հետո չենք տեսել, որ ընդհանուր ընդդիմությունը մեկ բռունցքի նման պայքարի իշխանության հասնելու եւ ցանկացած երրորդ նոր դեմքի կամ նոր քաղաքական ուժի հնարություն չի տրվում հենց նույն ընդդիմության կողմից, որպես ինքնադրսևորվեն իրեն։ Հասկացա ես ձեզ։ Հիմա մեր ընդդիմադիր դաշտը կայացած չի, պառակտված է, չկա մի ընդհանուր ծրագիր, որ միավորի նրանց, ասենք, խորհրդարանական ընդդիմությանը, այսինքն նրանք միայն խոսում են, քննադատում են, վիճում են, այոյում են, չգիտեմ ինչ են անում, թողում գնում են։ Արդյունքում մենք ոչ մի բան դրանից չենք շահում։ Հիմա իսկ ինչ վերաբերում են հարցին, թե ասենք հանրապետական կուսակցությունը ձգտում է իշխանության, ամեն քաղաքական կուսակցություն էլ հենց քաղաքագիտական բարձ ձևակերպումն է դա ասում, ուրեմն ձևավորվում է իշխանության հասնելու համար։ Նրանք ձգտում են իշխանության, բայց ըստ իս հանրապետական կուսակցությունը այլևս իշխանության հասնելու շանս չունի։ Իսկ ինչի չունի, որովհետև նախկինում էլ ընտրությունները դա բոլորին արդեն պարզ ու ակնհայտ է, որ կեղծվում էին ընտրությունները եւ նրանք ցանկացած թիվ ինչ որ ուզում էին, ոնց որ արտահայտում էր երրորդ նախագահը, ինչքան պետք էր այդքան խփում էին իրեն։ Այսինքն նրանք հիմա չեն գա իշխանության, որովհետև հենց այդ գաղափարական դաշտը իրենց ուրեմն հագեցված չի
լուրջ այնպիսի ծրագրերով, այնպիսի հայեցակարգերով, որ իրոք Հայաստանի, ասենք, արտաքին քաղաքականության մեջ բերեն կտրուկ փոփոխության, հոգուտ մեր պետականության ամրապնդման, մեր ազգային անվտանգության երաշխիքների։ Ի վերջո, նրանց սխալ քաղաքականության հետևանքով է, ելի եմ կրկնում, նրանց սխալ քաղաքականության հետևանքով է, որ մենք կորուստներ ենք ունեցել շղթայական մինչև 18 թիվը, 18 թվականից հետո մեր դիվանագիտական դաշտը ինչպես է գործել մեր դիվանագիտական դաշտը։ Մեր դիվանագիտական դաշտը գործել է, որ բայց Վազգեն Սարգսյանի այն թեզերը, հայտնի թեզերը, որ արյունով ձեռք բերածը թղթով չեն հանձնում, եւ երկրորդը կգնանք փոխզիջման այն ժամանակ, մինչև դա մեզ կպարտադրեն, այս երկու թեզերը, ինչպես այդ մասին խոսում էր առաջին նախագահը ժամանակին, այս երկու թեզերը ամենալավ այս երկու թեզերով առաջնորդվել են, որով իրոք առաջնորդվել են 98 թվականից հետո ամենալավ նվերն էր Ադրբեջանին։ Այսինքն նրանք երբ որ դու ուժեղ չէիր բանակցում, հետո հիմա թուլացար, նա պարզ է, որ քո պայմանները ուրեմն չի ընդունել, այսինքն նկատի ունեմ, երբ որ մենք հաղթող կողմ ենք, մենք թելադրում ենք, ոնց որ հիմա Ադրբեջանը հաղթող կողմ է, չէ, մեզ ինչ-որ բաներ փորձում է թելադրել։ Հիմա ուզում եմ ինչ եմ այս օրինակները բերում, էլի կարող է տպավորություն ստացվի, թե մայից շեղվում եմ, որ նրանք իրենց այսպիսի քաղաքականության պարտեզ ժողովրդայնություն էլ չունեն, ժողովրդի համակրանքը չեն վայելում, ժողովուրդը նրանց չի ընտրում, ժողովուրդը նրանց չի ընտրի, մի քանի հոգի են էլի գնացել խորհրդարան, ասենք թե հանրապետական կուսակցությունների թիմից է պատիվ ունեմ դաշինքը եւ Հայաստանը, որը այստեղ արդեն լրիվ ուրիշ հիմքով գնաց, ասենք դաշնակցությունը, մայր կուսակցությունը, որը իր հետևից պետք է տաներ, եթե ուրեմն որտեղ գրեր ճիշտ քաղաքականություն, իր հետևից ինքը պետք է տաներ, որպես մայր կուսակցություն, այդքան երկար պատմություն ունեցող եւ մեր ժողովրդի ճակատագրում լուրջ դերակատարություն ունեցած, այս կուսակցությունը գնաց Քոչարյանի հետևից, այսինքն Քոչարյանն է որոշում դաշնակցություն կուսակցությունը կգնա խորհրդարան, թե չի գնա։ Այսինքն սա շատ վատ է իհարկե մայր կուսակցության համար, դրա համար ես ասում եմ, այդ մոտեցումը հիմա ավարտեմ դրանը, որ ասենք Սերժ Սարգսյանը դնում է այսպես խնդիրը, չէ, այսպես ձևակերպենք։ Եթե ես չեմ աղտում, ուրեմն թող մնան ներկաները, չէ։ Դրա մեջ հնարավոր է որ տրամաբանություն լինի, որովհետև երկու նախագահների միջև այդ հակասության արկայության գոյության պայմանավորված բնականաբար չի լինի նաև ցանկությունը, որ երկրորդ նախագահը վերցնի իշխանությունը։ Եվ ես կարծում եմ, որ երկրորդ նախագահն էլ իշխանությունը չի կարող վերցնել։ Եվ մի բան մենակ կա, որ ասենք նրանք փորձում են ուրեմն դրա վրա աշխատել, որ ռուսների հետ լավ լինենք, այսինքն մենք հակառուսականությամբ այսպիսի բան արեցինք, բայց որքան ես եմ հասկանում, ներկա իշխանությունները Ռուսաստանի հետ հենց որ նորմալ աշխատում են։ Դուք ձեր խոսքում խոսեցիք, փոքրինչ անդրադարձ կատարեցիք ընտրական process-ներին եւ հեղափոխական դաշնակցությանը։ Այստեղ ինձ մոտ մի հարց եղացավ, որը վերաբերում է ընդդիմադիր կեցվածք ունեցող երկու հիմնական քաղաքական կուսակցություններից հեղափոխական դաշնակցությանը եւ հանրապետական կուսակցությանը։ Ինչ համատեքստում, ինչպես դասական քաղաքագիտություն նշում է, ընդդիմությունը ինքը այլընտրանք է, չէ՞, նոր հավանական իշխանության եւ դրանով հանդերձ պետք է միաժամանակ առաջարկի պետության թե ներքին թե արտաքին զարգացման հերանեկարները, ուղենիշի այդ ամեն ինչը։ Մենք տեսնում ենք երկու կարևոր ընտրություններ, ոչ վաղ անցյալում Երևանի համայնքապետարանի ընտրություններ եւ վերջերս երկրորդ կարևոր քաղաքի Գյումրու ընտրություններ, որտեղ փաստացի կերպով այն երկու հիմնական ընդդիմադիր կուսակցությունները, որոնք ինքնահռչակվել են կամ միգուցե իրապես այդպիսինն են, ովքեր հայտ են ներկայացնում հավանական իշխանություն ձևավորելուն, չմասնակցեցին այդ ընտրություններին։ Արդյոք սա եւ հակաքաղաքագիտական չէ, եւ այնքանով արդյար չէ, որքանով որ պետք է աստիճանական աշխատել ժողովրդին ցույց տալու, որ միգուցե ժամանակին եղել են թերություններ, սակայն այսօր մենք դա շտկում ենք եւ բերում ենք կատարյալ կամ դեպի կատարյալին ձգտող ծրագրեր։ Այո, նրանք որպես ասենք դասական կուսակցություն, մասնավորապես դաշնակցությունը, ուրեմն եւ հանրապետական կուսակցությունը, ասենք առանձին կարող են չէ մասնակցել, բայց նրանք գնում են դաշինքների ձևով, սա նշանակում է, որ քաղաքականությունը այդ բառի դասական եւ ներկա իմաստով քաղաքականությունն է,
որ կա ներքին քաղաքականությունը, եւ որ ընտրություններին մասնակցելն էլ չէ քաղաքականություն, այսինքն քաղաքականությունը, քաղաքական շահերը, պետության քաղաքական շահերը երկրորդվում են թայֆայական միջանձնային հարաբերություններին։ Այստեղ տեսեք այնպիսի բաներ են ստեղծում, այնպիսի ինչպես Գյումրիում մենք անդրադարձանք Գյումրիի մասին, չէ՞, նախորդ մեր հանդիպման ժամանակ, այսինքն այնպիսի դաշինքներ են ձևավորվում, որ մտածում ես ինչ-որ աբսուրդային բան կա, ասենք տեսեք, կոմունիստական կուսակցությունը, որը մեռած կուսակցություն է, չգիտեմ, մի քանի անդամ լինի չլինի, կոմունիստական կուսակցությունը առաջադրում է թեկնածու, եւ այդ թեկնածուն երկրորդ ձայների թվով Գյումրիի ավականու ընտրության ժամանակ։ Սա ինչ է նշանակում, որ կուսակցությունները չեն գործում այնպես ինչպես որ կա քաղաքագիտական տրամաբանությամբ, կուսակցությունները գործում են թայֆաներով, այսինքն այստեղ առաջնահերթը ինչի հարցն է, իշխանությունը գրավելու հարցն է, այսինքն հիմա երբեմն թող ես սխալվեմ, ուրեմն ուրիշ տպավորություն չթողի եղնի մեզ խոսքերը, որ պիտի ասեմ, երբեմն ինձ այնպես է թվում, որ շատ ընդդիմադիրներ ուզում են պատերազմ, Ադրբեջանը հարձակվի նույնիսկ Հայաստանի վրա պատերազմ սկսվի, միայն թե այս իշխանությունների ծրագրերը չիրականանան։ Իշխանությունների ծրագրերում էլ կան բաներ, որոնք եթե մենք վերլուծում ենք, մեր ընդունակությունների չափով կարող են լինել քննադատելի, բայց ընդդիմադիր դաշտը չի կայացել, ինչպես դուք եք ասում, չի կայացել։ Նրանք ինչի չեն դնում որպես կուսակցություններ, որովհետև որ տնեն, նրանք այդ ձայները չեն հավաքի։ Նրանց ձայն չի տալիս։ Դրա համար հիմա լծակները, ասենք, պետք է լինի իսկական կուսակցությունների, չէ, դասական իմաստով, ժողովրդավարության իմաստով, կուսակցությունների իշխանության հասնելու ճանապարհը պետք է լինի իրական այդ տվյալ ժողովրդի շահերից բխող գաղափարախոսությունը, դրա մատուցումը քաղաքակիրթ ձևով ժողովրդին, բայց հիմա այս ներկայիս ընդդիմադիր ուժերը գաղափարական դաշտում չկան, նրանք ասում են բաներ, որոնք շաբլոն բաներ են, չգիտեմ, աստվածաշնչյան բաներ, թե չգիտեմ ինչ բաներ, շաբլոն տեսություններ, բայց նրանք չեն առաջնորդվում հստակ քաղաքական ծրագրերով, այսինքն խնդիրը դրվում է հետևյալ կերպ, ամեն ինչ անենք, որ հասնենք իշխանության։ Ուրեմն եթե քաղաքական ծրագրերը ազգային անվտանգությանը ի նպաստ գաղափարախոսությունները բացակայում են, արտաքին քաղաքականության հայեցակարգը բացակայում է, այնպիսի հայեցակարգ, որը ինչպես ասեցի, լինի իշխող ուժի այլընտրանքը, ուրեմն այստեղ գործում է փողը։ Գործում է փողը եւ միջանձնային հարաբերությունները, այսինքն գնամ պաշտոնի քեզ խնդրեմ, ասենք Վարդան Ղուկասյանը, որ այդքան գործերի մեջ ով է անցել, արդեն հայտարարել է, եթե ես որ ինքը գնաց ենթադրենք ընտրվեց քաղաքապետ, չգիտեմ, այնտեղ ինչ կկատարվի, ասենք իր կարծեմ փեսային թե ում պիտի տնի փող քաղաքապետ, չէ՞։ Սա ինչ բաներ է, սա ինչ հարաբերություններ են, այսինքն անձնական նեղ ու խնդիրը նախընտրական քարոզությունը գնում է դրա վրա, մեկը մյուսին վիրավորելու, մեկը մյուսին թուրք ասելով, մեկը մյուսին դավաճան ասելով։ Դրա համար այս ծևի տրամաբանությամբ առաջնորդելու դեպքում ով կտա ձայն։ Ժողովուրդը, որ ասում են ժողովուրդը իմաստուն է, իրոք իմաստուն է, էլի կարող շատերը չեն կարող խոսել, չգիտեմ, գրագետ չեն, չգիտեմ ինչ, բայց նրանք ունեն իրենց բնական ուրեմն մոտեցում է այդ հարցին, այդ բնականից իրենք զգում են որն է ճիշտ, որը սխալ, ով է խաբում, ով է ճիշտ ասում։ Ժողովրդի անունը շարքում են անտեղի, բայց ժողովուրդը իմաստուն է ասում, ինքը գիտի, ում ձայն տա, ում ձայն չտա։ Եվ ի վերջո 2026 թվականին, այսինքն հաջորդ տարի սպասվում են խորհրդարանական հերթական ընտրությունները։ Որն է ձեր ընդհանուր տեսական պատկերացումը այդ ընտրություններից դեռևս մոտավորապես 1 տարի առաջ, որովհետև մենք տեսնում ենք փաստացի կերպով քիչ թե շատ ամրապնդված պետական իշխանություն, իդեմս քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ բազմաբևեռ, բազմավոլորտ մրցակցային միմյանց միջև եւ ոչ թե դեպի իշխանություն, այսինքն ներքևից վերև այդ ճնշման սկզբունքի ներքո ընդդիմություն, ինչ սպասենք ի վերջո։ Տեսեք, շատ տեղին հարց եք տալիս։ Այդ հարցը իրոք շատ լուրջ քննարկման առիթ է տալիս, էլի։
Ես այն կարծիքին եմ, որ ներկայիս ընդդիմադիր ուժերը եկող տարվա 2026 թվականի ընտրությունների ժամանակ չեն կարող հաղթել այն ձևով հաղթել, որ գնան եւ կազմեն իշխանություն կամ թեկուզ կոալիցիոն։ Ժողովուրդը նրանց այն չի տա։ Չի տա ժողովուրդը նրանց։ Ես ասեցի նոր պատճառներ, ասեցի ինչի համար։ Իսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանության մնալը, դե մենք փոքր պետություն ենք, փոքր ժողովուրդ ենք թվով, մենք պետք է արտաքին գործոնների հետ էլ ըստ իս հաշվի նստենք։ Հիմա եթե չձևավորվի մի նոր քաղաքական ուժ, որ մտնի քաղաքական դաշտ, որ լուրջ, ասենք, հակազդեցություն ստեղծի գործող իշխանության կամ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նկատմամբ, քաղաքացիական պայմանագիրը նորից կվերցնի իշխանությունը եւ դա կապ չունի, ասենք Գյումրիում միշտ էլ քաղաքացիական պայմանագիրը չի եղել, ասենք, իշխանություն։ Այսինքն իշխանություն ավականու անդամ եղել են, բայց կոնկրետ առաջի դեպքը քաղաքապետը պաշտոնը նրան չի եղել, բալասայան դաշինքներ։ Հիմա դրա համար հնարավոր է արդյոք, որ ինչ-որ մի նոր քաղաքական ուժ, ուրեմն ձևավորվի, որը մտնի քաղաքական դաշտ ու հաղթի։ Այս հնարավորությունը կարծում եմ, որ չկա Հայաստանում, որ այդ մինչև եկող տարվա ընտրությունները այդ նոր քաղաքական ուժը ձևավորվի։ Իսկ եթե արտաքին ուժերը ուզենան, կարող են ասենք այստեղ ստեղծել ինչ-որ մի ուժ, որին մղեն իշխանության, բայց այդ արտաքին քաղաքական ուժերն էլ այնպիսի մի քաղաքական լաբիրինթոս են ստեղծել ու դրա մեջ էլ ուրեմն տարապում են, թե որտեղից գտնեն ելքը, որ ես կարծում եմ, որ մինչև 2026 թվականի ընտրությունները ռեալ միջամտություն այստեղի ներքաղաքական դաշտում տեղի չի ունենա, որովհետև ոնց վերլուծում ենք, առանց էմոցիաների եկեք արտահայտենք ու ասենք պարզ ճշմարտությունը, ոնց որ մենք վերլուծում ենք, ոնց գծում բռնում ենք եւ Արևմուտքին, եւ Ռուսաստանին, եւ Թուրքիային, եւ Պարսկաստանին, բոլոր մեծ խաղացողներին, այս տարածաշրջանում քաղաքական շահառուներին հիմա ձեռնտու է, որ այստեղ լինի կայուն եւ իշխող ուժը մնա ուրեմն իր տեղում։ Հակառակ դեպքում այդքան շարժումներ եղան, տեսեք, այդ շարժումներից ոչ մեկը որևէ արդյունք չտվեց։ Շատ հաճախ ենք մենք լսում մարդիկ, ասենք նախկին պաշտպանության նախարարը, որը Մոսկվայում նստած է, Արշակ Կարապետյանը, ես հիշում եմ, չեմ հիշում, այս մի տարի, եթե ոչ ավել կլինի, ամեն անգամ ասում է Նիկոլ Փաշինյանը կգնա։ Մենք անաչառ վերլուծական կենտրոն ենք ու ասում ենք մեր տեսակետը այն ինչ-որ ճիշտ կա, այդ ասելուց ինչ ես դու շահում, ոնց կգնա, դու էլ այդ քաղաքական ուժը չես, որ քո հետևից ժողովուրդը կա, այն նորեկներն էլ կամ այս Արցախի հետ են հիմա այլ այս Արցախի, չէ, Հայաստան գաղթածների, վերաբնակեցվածների խնդիրներով, որ բարձրաձայնում են էլի մենք այդ մասին անդրադարձանք, ոմանք էլ մտածում են, որ արցախցիները կարող է հասնեն իշխանության, էլի, իշխանափոխության։ Դա ըստիս բացառված բան է։ Դա չի նշանակում, որ ուրեմն իշխանության գործերը իդեալական են ընթանում, դա չի նշանակում, որ իշխանությունը արտաքին քաղաքականությունից զուրկ է։ Ես ուրիշ մի բան ասենք Արցախը շարժումը երբ որ սկզբնավորվեց, հետո երբ որ ստեղծվեց Հայաստանի երրորդ հանրապետությունը, մեր հարևանների հետ հարաբերությունների հարցում իշխող ՀՀՇ քաղաքական ուժը գրեթե նույն վերաբերմունքն էր դրսևորել, ինչ որ հիմա ներկայիս իշխանությունները եւ նաեւ ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում։ Հիմա այդ երկու խնդիրների արդեն շահարկումով, այդ երկու խնդիրների շահարկումով, այդ մարդիկ կան, չէ, հալա ասում, ցեղասպանություն, թուրքերը պետք է դա ընդունեն եւ այլն։ Մենք ռեալ նայենք էլի, դա ինչպես է հնարավոր։ Այդ խնդիրների շահարկումով ձայներ բերել հնարավոր չի։ Եվ այն ուժերը, որոնք այդ խնդրի շահարկումով այստեղ մարդկանց թողում էին իշխանության, որոնք բան էին անում, չէ, գործում էին հայդատականության սկզբունքով, այդ ուժերը այլևս նման ձգտումը չունեն։ Շնորհակալություն։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ, հաջողություն։